Ես կանդրադառնամ երևի երկու թեմաների, առաջինը ինձ հետաքրքրող կոմունիկացիաների թեման է, որի մասով շփվել ենք նաև ադրբեջանցի այդ գոլեգաների հանդիպումների ընթացքում։ Իմ կարծիքով մենք շփումները օգտակար են, որովհետև մենք ավելի լավ ենք հասկանում ինչ է պատկերացնում հակառակ կողմը, ինչ ենք ուզում մենք եւ դրա արդյունքում նաև ինչ ենք կարող անել մենք, հա։ Առաջին հերթին կապված թրիպի հետ պետք է հասկանալ, որ Ադրբեջանի համար այնինչ հասկացվեց դա Նախիջևանի հետ կապի առաջնահերթությունն է եւ բոլոր այլ տրանսպորտային կոմունիկացիաների խնդիրը կապված է հենց այս հարցի հետ ու նաեւ մի կարեւոր հանգամանք նաեւ կայանում է նրանում, որ Ադրբեջանը նաեւ կառուցելու է այլընտրանքային ճանապարհներ, ասենք նույն Իրանի տարածքով Նախիջևանի հետ կապ ապահովող այդ ճանապարհը, որը մյուս տարի է հանձնվելու, այսինքն ադրբեջանական մոտեցումը ունենալ տարբեր կոմունիկացիաներ, ունենալ տարբեր այլընտրանքներ եւ այստեղ պետք է նշել արդեն որպես արդյունք այդ հանդիպումների եւ քննարկումների նաեւ հայկական կողմը իմ պատկերացմամբ պետք է դրսեւորի նմանատիպ մոտեցումներ։ Այստեղ կան, ինչպես գիտեք, երկաթուղու գաղափարը, կա մալուխների, էլեկտրագծերի, գազատարի, հավանաբար նաև նավթատարի գաղափարը, որ կարող է անցնել Հայաստանի տարածքով եւ տեղավորում է թրիպ շրջանակներում, քննարկում են երկաթուղային օրինակ տարբեր այլ ուղիների հնարավորությունները, բայց այստեղ առաջանում են տարբեր հարցեր, ինչպես նշեցի, առաջնահերթայինը դա հենց Նախիջևանի հետ կապն է ադրբեջանական կողմի համար ու պետք է ասել, որ սա նաև իմ տպավորություններն է, որ ես միշտ ունեցել եմ եւ այս շփումների ընթացքում հաստատվում են, ադրբեջանական կողմի ընկալում այն է, որ Հայաստանը այս գործում դանդաղաշարժ է, հա, իհարկե մենք փորձում ենք նաև ցույց տալ, որ կան օբյեկտիվ հանգամանքներ, ինչու է դա կատարվում, բայց այս հանգամանքը նույնպես պետք է նշել եւ սա նաև որոշակի ինֆորմացիոն լարվածությունների, հա, առիթ է տալիս հակառակ կողմից։ Մյուս կողմից նաև դելիմիտացիայի դեմարկացիայի հետ կապված մենք գիտենք, որ պարբերաբար առաջանում են նույնպես խնդրահարույց թեմաներ, այստեղ այս շփումները հնարավորություն տվեցին ինձ նաև հասկանալ, որ այնուամենայնիվ այն պայմանավորվածությունները եւ այն ընկալումը, որ ձևավորվել է 2024 թվականի օգոստոսի 31-ի կանոնակարգի շրջանակներում, իրենք մնում են ակտուալ եւ իրենք ենթադրում են, որ բոլոր հարցերը պետք է լուծեն քայլ առ քայլ եւ բարդ հարցերը պետք է լինեն վերջին փուլին, հա, որովհետեւ այս թեմաները բարբերաբար մեր մոտ ակտուալանում են, սկսում են քննարկել նաեւ նույն անկլավների օրինակ թեման եւ այլն եւ ես կարծում եմ պետք է շեշտել, որ այս սկզբունքները մնում են որպես հիմնարար սկզբունք եւ այստեղ այս ինֆորմացիոն դաշտի տատանումները արդեն ինչ որ այլ թեմաների հետ են կապված կամ այլ գործոնների Հայաստանում նաև պետք է նշել, որ երկաթուղիների հարցում քննարկումների հակառակ կողմի համար որոշակի խնդրահարույց թեմա է նաև հարավկովկասյան երկաթուղու խնդիրը, հա, եւ դրա հետ կապված հնարավոր ինչպես են հնարավոր լուծումներ, հա, միջպետական, եթե կա նաև այդ կոնցեսիայի գործոնը, սա որպես խնդիր ուղղակի ես բարձրացնեմ ու անցնեմ երկրորդ մասին, հումանիտար Այս հայցերը շատ կարևոր են իմ պատկերացմամբ եւ ադրբեջանական կողմի համար եւ մեր համար, որովհետեւ եւ Հայաստանի վերլուծաբանները, լրագրողները, քաղաքասարակության ներկայացուցիչները եւ նույն Ադրբեջանում իհարկե մենք բոլորս ապրում ենք քարոզչական փուչիկով, մենք ընկալում ենք հակառակ կողմը քարոզչությամբ։ Ես մոտ 10 տարուց ավել հետաքրքրում եմ Ադրբեջանով, ես բավականին լավ գիտեմ Ադրբեջանի աշխարհագրությունը, տարբեր, ասենք, ներքին կյանքի հետ կապված դրվագներ, բայց այս այցելությունների ընթացքում եւ իրենք են դա նշում մեր նկատմամբ եւ ես պետք է նշեմ, որ մենք իսկապես մեր այս ինֆորմացիոն դաշտը հիմնականում ստեղծում է քարոզչական փուչիկ եւ որ դու առնչվում ես այլ իրականության հետ, սա շատ կարեւոր է, որ մենք տեսնում ենք այլ պատկեր եւս եւ իմ կարծիքով մենք շատ երկար ճանապարհ պետք է անցնենք նաեւ հասկանալու ոչ ինֆորմացիոն դաշտից դուրս երկրները Հայաստանը եւ Ադրբեջանը, որովհետեւ այնուամենայնիվ այն իրականությունը, որ ներկայացնում են լրատվականները եւ այն իրականությունը, որ կա 3 միլիոն Հայաստանում եւ 10 միլիոն Ադրբեջանում, դրանք տարբեր իրականություններ են։ Այստեղ ես պետք է նաեւ նշեմ, որ այս տպավորությունը նույնպես կապված է հումանիտար ասպեկտի հետ,
եւ ադրբեջանական կողմը հետաքրքիր է ընկալում է այս հակամարտության իրենց որպես զոհ եւ դա իրենց հասարակության համար է այս ընկալումը եւ մենք ենք այդպես ընկալում եւ չենք պատկերացնում այն վնասը, որ մենք պատճառել ենք ամենքս հակառակ կողմին, հա, սա նույնպես խնդիր է, որ շատ երկար եւ շատ բարդ գործընթաց է, որ մենք սկսենք հասկանալ իսկապես այս հակամարտության հետևանքները երկու երկրների համար եւ այստեղ կան բազմաթիվ դժվարություններ կապված հենց խաղաղության գործընթացից, կապված հասարակության ներքին զարգացումներից, հա, կապված նույնիսկ այս մոդելից հակամարտության, որ մենք ունենք, որովհետեւ 1918-1920 թվականներին Ադրբեջանի տարածքում նույնայն Բաքվի կոտորածների ժամանակ մենք ունենք մոտ 20,000 զոհ Բաքու քաղաքում հայերից, բայց միաժամանակ Ադրբեջանի խորհրդարանում մենք ունեցել ենք 2 տասնյակ հայ падգամավորներ, հիմնականում հայ հեղափոխական դաշնակցության կուսակցությունից, եւ այդ մարդիկ շարունակել են մինչեւ Ադրբեջանի անկախության վերջը եւ Հայաստանում մենք ունեցել ենք օրինակ ադրբեջանցի падգամավորներ Հայաստանի խորհրդարանում, այսինքն եղել է շատ ավելի արյունալի, շատ ավելի ծանր կոնֆլիկտ այն ժամանակ, բայց միաժամանակ եղել են падգամավորներ, եղել է քաղաքական երկխոսություն եւ այդ պայմաններում այս արձագանքն է ինձ համար, այս ես ուզում եմ արձագանքներին անդրադառնալ։ Մենք ստեղծել ենք մի այնպիսի տոտալ հակամարտություն, որ շփումները, այցերը ընկալվում են որպես ինչ-որ դիվերսիա, ինչ-որ թշնամական ակտ, ինչ-որ դավաճանություն։ Սա միակ ճանապարհն է, եթե մենք չենք ուզում, որ կոնֆլիկտը շարունակի այն տրամաբանությունը, որը ենթադրում է, որ հետագայում մենք ավելի շատ ջանքեր պետք է գործադրենք, որ դրա հետևանքները հաղթահարենք, մենք պետք է ինչքան հնարավոր է շուտ հենց սկսենք այս շփումները։ Ընդ որում, իհարկե սկզբնական շրջանում այս շփումները լինելու են ծանր, այս շփումները ունենալու են խնդիրներ, բայց մենք կորցրել ենք 30 տարի ստեղծելով տոտալ հակամարտության մոդել, որը չկա հետխորհրդային ոչ մի տարածաշրջանի կոնֆլիկտի պարագայում նույնպես պետք է նշել։ Ոչ օսվրացական կոնֆլիկտում ասա եղել, ոչ աբխազավրացական, ոչ առավել ևս մերձդնեստրյան, մենք գիտենք այնտեղ մարդիկ ուղղակի հատում են ազատ սահմանը եւ այլն եւ այլն, եւ այստեղ իհարկե երկու կողմերն էլ ունեն այդ պատասխանատվությունը եւ հիմա մեզ նշում են, որ հայկական կողմը հիմա թույլ դիրքերում է եւ չպետք է գնա այս քայլերին, 94 թվականից հետո հայկական կողմը ուժեղ դիրքերում էր եւ ինչու չգնաց այս քայլերին, որովհետեւ եթե այն ժամանակ այս նույն ընթացքը սկսած լիներ, իմ կարծիքով մենք հիմա ավելի հեշտ այս ամենը կարող ենք կատարել։ Սրանք հարցեր են, որ առաջանում են նաև որպես ինքնարեֆլեքսիա, օրինակ մենք այցելեցինք Բաքվի հայոց միակ մնացած Գրիգոր Լուսավորիչի եկեղեցին, որ հիմա գրադարան է, հա, գրքերի պահեստ է, այնտեղ կան նաև բավականին արժեքավոր հայ լեզու նմուշներ գրքերի եւ այնտեղի աշխատող օրինակ Հայաստանից ադրբեջանցի կին էր, որ ծնվել էր Երևանում, շատ լավ խոսում էր հայերեն եւ ակնհայտ այդ մարդու հետ շփվելիս ես հասկացա, որ ինքը ունի նոստալգիա եւ կարոտ այն բնակավայրի նկատմամբ, որտեղ ինքը ծնվել է եւ մեծացել է եւ հետաքրքիր է ինչ է հիմա, ինչպես է փոխվել իր թաղամասը եւ այլն ու այս մեր կոնֆլիկտի հետևանքներից մեկը նաեւ 100,000-ավոր մարդիկ են երկու կողմից էլ, որ նման կորուստներ ունեն եւ կոնֆլիկտի հետևանքներից նաեւ մեկը այն է, որ մենք իրենց միշտ այդ դեհումանիզացիայի արդյունքում ընդհանրապես այս մարդկանց ճակատագիրը մեզ չի հետաքրքրել, որովհետեւ մենք միշտ հիշել ենք մեր նույն մարդկանց, իրենք հիշել են իրենց եւ հարցը փակվել է, բայց ես ինձ համար այս հարցը որպես մի մարդու, որ փորձում եմ հասկանալ ինչու է այսպես կատարվել եւ ինչու է մեր կոնֆլիկտը այսքան արյունալի ու այսքան անմարդկային, ես կասեի, ինձ համար խնդիր է այս մարդը ինչ որ վտանգ ինձ ներկայացրել է, հա, հենց այս մարդը, կոնկրետ մարդու ճակատագիրը, որ մենք ունենք այսպիսի հետևանքներ եւ այն հայերը, որ ապրել են Բաքվում, արդյոք նմանատիպ վտանգ ներկայացրել են իրենց համար, լինելով այդ հասարակության մաս, հա, տիրապետելով լեզվին եւ այլն։ Այս հետևանքները իմ կարծիքով մենք հասկանալու կարիք ունենք, որովհետեւ կոնֆլիկտը, ինչպես ես ասի, քարոզչական մի դաշտ է ստեղծել, որտեղ իր հիմնական պատճառները ու հիմնական դրսևորումները մենք մոռանում ենք եւ գնում ենք հետևանքների հետևից։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Մելիքսեթյան, այժմ երևի թե անցնենք հարցերին պատասխաններին, այս փոխից սկսենք, բոլորի հարցերին պատասխանենք։ Խնդրում միկրոֆոնը փոխանցեք լրագրողներին։ Ազատություն ռադիոկայանը շոկիկալից մի քանի հարցում եմ, բայց քանի որ բարձրախոսները պարոն Մելիքսեթյանին եք սկսեմ առաջին հարցից։ Պարոն Մելիքսեթյան, խոսեցիք
սահմանազատումից կարծես թե այս հարցի հետ կապված ասացիք կա, եթե ճիշտ եմ ձեզ մեջ բերում, բարդ հարցերը մնան վերջում։ Խնդրեմ մի քիչ հստակեցնեք, ինչ է սա նշանակում, ես պատկերացման որոնք են այդ բարդ հարցերը եւ մեր պատկերացումը այս առումով որն է եղել, որ փոխանցվել է։ Մյուս հարցերն էլ ուզում եք միանգամից ասեք, որ մյուս հարցը լսվում է։ Շատ լավ լսվում է։ Հաջորդ հարցը գերիների հետ կապված Սուլթանյան դուք արտագանքեր կամ պարոն Ավասարյան գուցե դուք ըստ բարձրախոսների եմ ես բանանում, բայց ցանկություն էր հայտնվել ձեր կողմից տեսնել հայ գերիներին փոխանցվել է արդյոք ենթադրեցի ձեր խոսքից, որ փոխանցվել է ամեն դեպքում ցանկությունը, ինչպիսին է արձագանքը, կոնկրետ ինչ հիմնավորմամբ է մերժել տեսակցությունը եւ դուք Տիկին Սուլթանյան ասացիք, որ էլի մոտավոր եմ հիշում, դուք ասացիք, որ կոնկրետ հարցեր եք հնչեցրել, փորձել եք դիվանագիտորեն հարցը բարձրացնել, կխնդրեի դուք էլ մանրամասնեիք կոնկրետ ինչ ձևակերպումներով եւ ինչ հարցեր են բարձրացվել Հաճիևի հետ հանդիպման ժամանակ, գերիների վերադարձի հեռանկարի հետ կապված, թե առհասարակ ոնց է եղել ձեր ձևակերպումները եւ ինչպիսին է եղել արձագանքը մի փոքր մանրամասներում հնչեցրել։ Սկսեմ ես։ Բարդ հարցերը իհարկե դրանք ասպես եթե փակենք, բացենք փակագծերը եւ նաեւ հարցեր կա, որ ուղղակի չես քննարկում, բայց հասկանում ես ինչի մասին է խոսքը, դա առաջին հերթին անկլավների, եռանկյունների եւ սահմանի հետ կապված այլ այդպես նմանատիպ խնդիրների մասին է եւ սա լրիվ տեղավորվում է այն մոտեցումների եւ ձևավորումների մեջ, ձևակերպումների մեջ, որ կար 2024 թվականի նշված կանոնակարգի եւ նաեւ դրանից առաջ ընթացած այդ 12.7 կիլոմետր հատվածի սահմանազատման արդյունքներում ու ես կարծում եմ սա կարևոր է, որովհետեւ սա նաեւ ենթադրում է եւ սա բխում է անմիջապես նաեւ հակառակ կողմի արձագանքից, որ եթե կան անկլավներ Հայաստանի տարածքում կա Արցախի խնդիր, մենք պետք է հասկանանք, որ այստեղ չկա ինչ որ մեր մոտ սա սպեկուլացվում է այս թեման, որ չի ճանաչվում Հայաստանի ինչ որ տարածքները կամ այն տարածքները, որ նաև 2021-22 թվականին են գրավել եւ այլն, այն քարտեզը որտեղ որ դուք նայում եք, որի վրա կա նշված Արցախեն, որի վրա ջերմուկից մի քանի կիլոմետր հեռու նույնպես Հայաստանի տարածքն է, որտեղ հիմա ադրբեջանական բանակի դիրքերն են, նույն քարտեզով կան նաև այլ անկլավներ եւ կան այլ տարածքներ եւ այստեղ կան տարբեր նաև լուծումներ իհարկե, բայց բոլոր այս լուծումները ենթադրում են առաջին այս ունիվերսալ հիմքը, երկրորդը, որ ավելի բարդ խնդիրները այնուամենայնիվ հենց սահմանազատման գործընթացի վերջնական փուլին են վերաբերվում եւ պետք է լուծվեն այլ հարցեր եւ իհարկե փոխհստահության ավելի կայուն մթնոլորտ կստեղծվի եւ արդեն հիմա գնում են նաեւ որոշակի պրակտիկ այլ լուծումներ, որոնք կարող են ակտիվացնել նաև անմիջական կապերը երկու երկրների միջև հիմա սա արդեն պաշտոնական թրիկին է վերաբերվում եւ տեսնենք ինչ արդյունքներ կլինեն